Հարգելի քաղաքացիներ, ուրեմն ստեղ մի հատ հետաքրքիր բան է կատարվում, ամեն հնարավոր փաստորեն տարբերակները օգտագործում են մեզ փորձել ձայնի իրավունքից զրկելու։ Եկեք թեմային եւ առնչվող եւ մի քիչ չառնչվող թեմայից ենք խոսելու, տեսեք, չզեկուցվող հարցերով 21 հարց ընդունվեց։ 20-րդ հարցը կարծեմ 400 միլիոնի արտոնությունների հետ կապված, որ ուզում էին կլներ զեկուցվող, դրա հետ կապված կար հարցեր, կար ելույթներ ու այդտեղ կա բավականին մի հատ շատ լուրջ երկակի ստանդարտներ, հա։ Ինչ հաստատում, որ մեր հարգելի քաղաքացիների համար էլ բացատրեմ, որպեսզի պարզ լինի, էլի, ուրեմն այն շինարարական ընկերությունները, որոնք շինարարության երկարացման թույլտվության համար գումար են վճարում քաղաքապետարան, իրանց գումարը 400 միլիոնից ավելի բարձր լինի, վճարելու են 400 միլիոն։ Այն ում ելնի 400 միլիոն, այդքան էլ վճարելու է, այսինքն ստեղ բավականին լուրջ երկակի ստանդարտներ կա ու խտրականություն բիզնեսի առումով, այսինքն այն հիմնարկները, որոնք մեծ են, նրանք վճարելու են նույնքան գումար, ինչքան գումար, որ վճարելու է, ընդունենք փոքր հիմնարկ։ Հազար ներողություն, պարոն Իսկանդարյան, կներեք, էլի, որ ընդհատում եմ, ուղղակի չեմ կարող էլի անընդհատ թույլ տալ, որ այս կրկեսը շարունակվի։ Հարգելի գործընկերներ, մենք ունենք կանոնակարգ։ Կանոնակարգով հստակ նշված է, կներեք, հեսա կասեմ ինչի նկատի ունեի։ Երբ որ ասվում է, որ ժողովուրդ ջան, պետքա քննարկել եւ ելույթ ունենալ հարցի շրջանակներում, դա է այն կանոնակարգը, որը որ մենք ընդունել ենք։ Հարց ու պատասխանի ժամանակ, պարոն Իսկանդարյան, խնդրեմ, որքան ունեք հարց, տվեք ինձ, մեր գործընկերներին եւ բոլոր բացատրությունները, հիմնավորումները, թե ինչու է դա այդպես արվել, ձեզ կտրվեն։ Եթե հարցի վերաբերյալ ելույթ ունեք, պարոն Իսկանդարյան, խնդրում եմ խոսեք։ Եթե չունեք, առաջարկում եմ բոլորի ժամանակը ուղղակի չվատնենք այս process-ի վրա։ Խնդրեմ։ Պարոն Ավինյան, ուրեմն առաջինը մեկ այդ կրկեսը չհասկացա։ Ես կարծում եմ պետքա մեկնաբանել, որովհետև շատ տգեղ ու տհաճ է արտահայտվում, որը այդ աթոռը զբաղեցնողի համար աններելի է։ Դա եթե մենք էլ սկսենք կրկեսով խոսալ, ուզում եք ասեք, սենց նստած նայում եք ում սենց հենց առաջի սարքից սկսած։ Անցած նիստին խոսում եք ստենդափից, այնա օրակարգի հաստատման ժամանակ տեսանք ինչ ուժեղ ստենդափ եք անում, ժողովուրդն էլ ուրախանում է։ Մի արեք տենց բաներ ու մի խոսեք այնպես, որ մենք էլ ձեզի պատասխանենք, հետո ստացվի, որ դուք ձեր անցած նիստի նման բերած նախագիծը բոյկոտեք, հիմա էլ բացականով եկած նախագիծը էլի հաստատեք։ Հարգելի քաղաքացիներ, ուզում եմ ասել, որ հանձնաժողովի նիստին էլ հարցեր ուղեցինք, թե ովքեր են դրա շահառուները ելնելու, անուններ չհնչեց։ Այսինքն ստեղ ինչ հաստատվում, որ Երևանի քաղաքապետարանը փորձում է օգնել ավելի հարուստ կազմակերպություններին քիչ գումարներ վճարել, իսկ ավելի փոքր ֆինանսական միջոցներ ունեցող շինարարական կազմակերպություններին չգիտեմ, տանել դեպի սննգացում օրինակ։ Երկու անգամ շատ թույլտվության վճար վճարողը վճարելու է ավելի քիչ։ Իսկ արտոնությունը, նույն արտոնությունը այլ հիմնարկների համար նախատեսված չի։ Ամենայն հավանականությամբ, սիրելի քաղաքացիներ, ինչ որ ժամանակ անց մենք դրա մասին կտեղեկանանք, թե որ փոխկապակցված ընկերությունն է, որ Տիգրան Ավինյանի հովանավորչությամբ 400-800 միլիոնի տեղը օրինակ կամ 1 միլիարդ դրամի տեղը օրինակ պետք է վճարի 400 միլիոն դրամ։